Գրիգոր կանչել ես։ Արի։ Քեզ է։ Դե գիտես, որ շուգր շատ եմ սիրում։ Բայց ինչ արած, չեմ կարող։ Չէ, շատ եմ խրված։ Չեմ կարող։ Ստեսին։ Դե ասա լսում եմ։ Լեյտենանտ Սահակյան, Սարատովից ստացել ենք քաղաքացի Ֆյոդորովայի նամակը։ Նրա աղջիկը 6 ամիս է ինչ-որ նամակներին չի պատասխանում։ Խնդրում եմ պարզել։ Եվ զեկուցել։ Բայց Գրիգոր ջան։ Ոչ թե Գրիգոր, այլ կապիտան Դանելյան։ Այսքան։ Լավ։ Ասում եմ պարզել եւ զեկուցել։ Ստեսին։ Գալիս եմ, գալիս։ Հիմա մի րոպե։ Ահա։ Կարելի է։ Բարև ձեզ, Հովհաննես Աշոտովիչ, բարև ձեզ։ Ներեցեք, ծանոթ լինելու պատիվ չունեմ։ Հավաք լեյտենանտ Սահակյան։ Սուրեն, խնդրեմ, համեցեք։ Շնորհակալություն։ Ներողամիտ եղեք տեսքիս համար։ Ոչինչ, ոչինչ, պատահում է։ Լողարանում էի, խնդրեմ, համեցեք։ Շնորհակալություն։ Խնդրեմ, տեղավորվեք։ Ես մենակ եմ ապրում, այնպես որ զգացեք ձեզ ինչպես ձեր տանը։ Շնորհակալություն։ Խնդրեմ, նստեք։ Ահա, լսում եմ ձեզ, հանեք ձեր բաճկոնը։ Այսօր շատ շոկ է։ Այո, անտանելի շոկ է։ Ուրեմն ասում եք մենակ եք ապրում։ Այո, մենակ։ Մայրս երբեմն այցելում է ինձ։ Նա մեծ եղբորս մոտ է ապրում։ Այնպես որ պետք է ամուսնանալ։ Բայց նախ եւ առաջ ապարզան է պետք, չէ որ ես կնոջիցս չեմ բաժանվել։ Իսկ ի՞նչն է ձեզ խանգարում։ Մի հարց։ Որտեղ է ապրում ձեր կինը։ Մոր մոտ։ Արդեն 6 ամիս է անցել։ Բայց ապարզանի դիմում չի տալիս։ Ծանոթացեք, խնդրեմ։ Տարօրինակ է։ Շատ է տարօրինակ։ Ինչը։ Ինչն է տարօրինակ։ Այդ նամակը։ Իսկ ինչու մինչև հիմա ձեր զոկաչի նամակին չեք պատասխանել։ Նախկին զոկանչի։ Բան էլ հենց այն է, որ ես նրանից ոչ մի նամակ էլ չեմ ստացել։ Ստոպ։ Այ հենց սա է պարապմունքի չգալու հետևանքը։ Հիմա հասկացար, քեզ տեղն է։ Իսկ դու ապրես։ Շարունակիր։ Վերջապես։ Հարգանքներս։ Բարև։ Լույս քեզ տեսնողին։ Ինչու չես երևում։ Դե ոնց ասեմ, ժամանակ չէ։ Գիտեն։ Չանկից եմ Ցանկացողը ժամանակ կգտնի։ Շեֆից տես օրինակ վերցրել։ Չէ, ինչ եք ասում։ Երկար չմնաս կմրսես։ Հիմա լսի թե ինչ եմ ասում։ Հա, ինչ կա։ Գրիգոր ջան, անկեղծ ասած այդ Սուրեն ասած այդ ուրիշ չեկավ։ Ինչու։ Վատ մարդ է եւ վերջ։ Լսիր, հետո չես պսակվելու։
Նորից սկսեցի Ասում ես էլի, 6 ամիս է ոչ մի նամակ չի ստացել, հասկացի։ Մի րոպե լսիր, դրա ժամանակը չէ։ Հիմա Դա ինչի ժամանակն է։ Սոկանչի նամակ է գրում ու պատասխանը չի ստանում։ Հիմա լսիր, թե ինչ եմ ասում, կգնաս ու 6 ամսվա բոլոր չբացահայտված գործերը նոր։ Ուր գնաս։ Կգնաս կստուգես, հետո կբերես խելքի կտանք կխոսենք։ Եղավ։ Առայժմ Խոսենք, ինչի մասին խոսենք։ սկսեցինք։ Московское время 8 часов. Կապիտան Դանելյան։ Կարող ես գալ։ Ողջույն։ 6 ամսվա չբացահայտված գործ եմ բերել։ Տաքսու վարորդի սպանության գործը։ Մի րոպե։ Ծանոթացի մի րոպե։ Բայց Լյուդմիլան։ Նայեք։ Այս մեկը նայ։ Ինչ կապ ունի։ Հենց այդ է։ Ուսումնասիրությունից պարզվել է։ Կտոր։ Այո, կտոր, որ մեր Ինչ հանրապետությունում կտոր է։ որ մեր հանրապետությունում այդպիսի կտոր չի արտադրվում։ Եվ հարվածը, Գրիգոր, հասցված է բութ գործիքով։ Այսպես հարվածի եզրակացերից ենթադրվում է պտուտակաբանալու հարված անհայտ անձիկ, որոնք Դանելյանը լսում է։ Այո։ Լավ։ Շնորհակալություն։ Ուրեմն այսպես։ Մեր հարցմանը Սարատովից պատասխանել են։ Ինչ։ Լյուդմիլան այնտեղ չի բնակվում։ Ուրեմն այս գործը դնում ենք մի կողմ, ես զբաղվում ենք Լյուդմիլայի հարցով, ավելի ճիշտ մեր Սուրենի գործով։ Հա։ Սուրենի գործում ինձ թվում է Հա։ ինչ որ բան մաքուր չէ։ Կասկածելի է։ Ուզում եմ տեսնել այդ Սուրենին։ Բա որ ասում էի, չէ որ այստեղ մի բան մաքուր չէ։ Գնացինք։ Սահակյան, հանգամանորեն, միայն հանգիստ։ Հա։ Պատմիր ամենը, ինչ գիտես այդ Սուրենի մասին։ Ուրեմն այս Սուրենը Ասեք, ինչ եք ասեմ, ասեք։ Հայրիկ ջան, մի բան հարցնեմ։ Ասեք։ Ինչ խոսք էստեղ դուք բոլորին գիտեք, չէ՞։ Եվ ձեզ էլ գիտեն։ Հիմա Սուրեն Խաչատրյանին ճանաչում եք, թե չէ։ Դե ինչ ասեմ, բալաջան, դե մոտ ծանոթներ չենք, բայց երևում է որ լավ։ Իսկ նամակներ շատ է ստանում։ Չգիտեք։ Ստանում է, ինչպես չի ստանում։ Դե նամակն այնպես բան է, որ բոլորն էլ ստանում են, բայց թե որտեղից, ումից, Իսկ Սարատովից նամակ չի ստանում։ Ես հետադարձ հասցել եմ չեմ դեմ բալաջան։ Բարև, Բարև աղջիկ ջան։ Հայրիկ, Հաջան։ այդ որ ասում եք սովորություն չունեմ նայելու, շատ կովելի է։ Դե ինչ ասեմ, համա մի անգամ նայել եմ։ Մեկս ինչ տաքսնեմ, էն էլ ձեր ասած Սարատովներ էլի։ Էն էլ նրա համար որ դրոշմանիշը շատ էր գեղեցիկ։ Դե աչքից փոչով նայեցի ես, դե ինչ անեմ։ Այ, էն էլ Սուրենի տունն է, այ։ Էն էլ նրա ավտո։ Որ այնտեղին Ժիգուլին է։ Հա։ Դե շնորհակալություն Հայրիկ, շատ շնորհակալություն։ Ժուգիլը չեմ անի բալաջան, դες գնացի իմ գործին։ Ասում է, չէ։ Տեսար որ հոգին պատոր է։ Ասում էր նամակ չեմ ստանում։ Բայց ոնց եղավ որ հանկարծ նամակ ստացավ։ Հանգիստ, առանց ուզվելու։ Էս էլ ինքը։
Օ, բարև ձեզ ընկեր Սահակյան։ Բարև ձեզ։ Ներեցեք, ինչ որ նազուտուս է անում, կարգի եմ հրավիրում։ Նախքին սոքաջս դարձյալ բողոքում է ինձանից։ Ոչ։ Պարզապես Ինգեր Դանելյան ուզում է որոշ հարցեր ճշտել կապված ձեր կնոջ հետ։ Նախքին կնոջ։ Մի հարց։ Խնդրեմ, լսում եմ ձեզ։ Չեք ասի ինչպես ծանոթացաք Լյուդմիլայի հետ։ Ինչու՞ չէ։ Ընկերացանք դեռ ուսանողական տարիներին։ Սարատովում։ Ավարտելուց հետո ամուսնացանք եւ եկանք Երևան։ Չհավանեց, մեկնեց։ Իսկ ուր կարող էր նա մեկնել։ Ինչպես թե ուր։ Սարատով, մոր մոտ։ Ինքս եմ ճանապարհել։ Հենց այս մեքենայով էլ հասցրի նրան կայարան։ Ներեցեք անհամեստ հարցի համար, բայց ինչու բաժանվեցիք։ Գիտեք, ինչ արդեն չափն անցնում եք։ Ես բարեկիրթ մարդ եմ, բայց դուք չափն անցնում եք։ Ինչ որտեղ երբ։ Խնդրում եմ մի հուզվեք, ոչինչ չի պատահ։ Հարցակնում եք ինձ ինչ է։ Ոչ։ Ձեր ուզածն ինչ է։ Կարճ, ինչ է ձեզ պետք։ Լսեք, մենք ուզում ենք իմանալ, որտեղ է ձեր կինը։ Մի րոպե։ Ահա, գտա։ Ահա։ Խնդրեմ ինքն է գրել։ Սարատովից եմ ստացել այդ նամակը։ Ներեցեք, կարելի է վերցնել նամակը։ Խնդրեմ, ինչու՞ չէ։ Ուրիշ նամակներ էլ կտայի։ Բայց նա բոլորը տարավ իր հետ։ Այո, այդպես։ Դե, հասկանում եք, մեր աշխատանքն է այդպեսին։ Դուք մի վիրավորվեք։ Ինչ եք ասում։ Ստեսյուն։ Ստեսյուն։ Սուրեն Խաչատրյանը մեզ հանձնեց Լյուդմիլայի գրած նամակը։ Սարատովից։ Գրում է, որ իր կողմից ապահարզան տալու մասին խոսք լինել չի կարող, քանի որ ինքը չի ուզում վճարել դատական ծախսերը։ Իսկ նամակը իսկապես ուղարկված է Սարատովից։ Իսկ ձեռագիրը։ Ձեռագրի մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ համեմատելու ոչինչ չունենք։ Այդ տեսնում եք, գործը լրջանում է։ Նամակը հիմք չեմ համարում։ Ինչ խոսք, տվյալ դեպքում նամակը հիմք չէ։ Այսպես է մեր գործը։ Մժեղը երբեմն փիղ է դառնում։ Եկեք խելք-խելքի տանք, ինչ գիտենք։ Մի կողմից արկա է ընկերներ Լյուդմիլայի մոր նամակը այն մասին, որ իր աղջիկը լռում է։ Իսկ մյուս կողմից բացասական պատասխան Սարատովից մեր հարցմանը եւ նույն Սարատովից ուղարկված Լյուդմիլայի նամակը իր ամուսնուն։ Ինչ վարկածներ կան։ Լսում եմ ձեզ, ընկեր մայոր։ Գիտեք ինչ, իմ կարծիքով նամակը կեղծ է։ Ձեռագիրը կարելի է կեղծել։ Հեշտությամբ կարելի է թրջել Սարատով եւ նամակը գցել փոստարկղը։ Խնդրեմ ձեզ եւ դրոշմ եւ ձեզ ալիբի։ Ինչ կա որ, հնարավոր է։ Միայն ոչ թե ինքնաթիռով, այլ գնացքով։ Որ օդանավակայանում հետքեր չթողնի։ Դանդաղ, բայց ապահով։ Ապրես, աճում է աչքներիս առաջ։ Իսկ Լյուդմիլան իմ կարծիքով մեռած է։ Եվ սպանել է նրան Սուրեն Խաչատրյանը։ Միայն թե պետք է պարզել, որտեղ, երբ եւ ինչու։ Իսկ եթե նամակը կեղծ չէ։ Եվ Լյուդմիլան պարզապես չի ուզում, որ մայրն իմանա իրենց վճռի մասին, քանի դեռ ապահարզան չի տրված։ Կարող է որոշ ժամանակ ապրել առանց գրանցման, որևէ ընկերուհու մոտ կամ… Իսկ ինչու թաքցնել մորից, դրանից ինչ կփոխվի։ Չէ որ վաղ թե ուշ մայրը կիմանա ապահարզանի մասին։ Ըստ երևույթին, Լյուդմիլան մեղմաբարո եւ անվճռական կին է։ Այլապես այսքան տարի չէր ապրի այդ, ինչպես Սուրենն է իրեն համարում ինտելիգենտի հետ, որը չնայած բարձրագույն կրթությանը պահեստապետ է աշխատում։ Եվ այսպես, լինելով մեղմաբարո կին, նա հավանաբար վախենում է, որ մայրը կիմանա իրենց վճռի մասին, որովհետև
կաշխատի նրանց միացնել, վերադարձնել, հաշտեցնել, վերադարձնել ամուսնու մոտ, հաշտեցնել նրանց։ Իսկ ահա օրինական ապա արձանից հետո, հատկապես եթե դիմի ամուսինը, նա կկարողանա ասել, որ ամուսինը իրեն չի սիրում, չի ուզում հետ ապրել, և մայրը համաձայնվելուց բացի ուրիշ ոչ մի ելք չի ունենա։ Ուրեմն այսպես, ընկեր Դանելյան, դուք ընկեր Սահակյանի հետ լրջորեն տնտղեք այդ Խաչատրյանին և հետաքրքրվեք, թե ովքեր են նրա ընկերները, շրջապատը, իսկ ամենակարևորը աշխատեք ձեռք բերել Լյուդմիլայի ձեռագիրը։ Դա շատ կարևոր է։ Լսում եմ։ Գերմայոր, Այո։ դուք կապվեք Սարատովի մեր գոլեգաների հետ և խնդրեք պարզել, թե արդյոք փոստային դրոշմի վրա նշված օրը հյուրանոցում որևէ մեկը Երևանից չի իջևանել։ Հարցեր կան։ Ոչ։ Ուրեմն ազատեք։ Օհո, երևում է տանը չի։ Դու գնային հարևանի մոտ։ Իսկ ես մյուս։ Գնացինք։ Ներեցեք, կարելի է մի րոպե։ Արի ախպեջան, արի։ Լավ էլ եկար, արի։ Ես գործով եմ եկել։ Ուզում եմ մի հաստատ։ Այ մարդի գործը գերչի որ անդար փախչի հացը գծած գործնանիտած, մարդս հացի ծաղիկա նախ սնունդ, հետո ծնունդ։ Շողիկ ջան գոքնոցը բեր, դու հավի, հավի, ես բռնի, կեր խմի ապրի։ Ինչ նեղություն մարդս մարդովա մարդ։ Հասկանում եմ, որ շեղում եմ ձեզ բավական հետաքրքիր գործից, բայց Բերեց։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Չէ, ինչպես տեսնում եմ ես բավական Գոքնոցը հակի բերանդ փակի։ Տիրամ, այս գոքնոցը քեզ շատ հակա, բայց կոստյումից էլ շատ։ Ոնց որ քո վրա կարածը լինի։ Տիրամ, այս միսը, այս է շամփուրը։ Հա, շարել հո գիտես, էլ չխանգարես։ Բայց ինչ չխանգարես։ Կարան մսի խորո վացը վայ չուտողին Անդ ինչ է ես արշակն եմ գարան մսի լավ է որ հիշեցիր վայ չուտողին միլիցիայի կապիտան Դանելյանն եմ Յա Այ մարդ չլինի թե երեխեքս էլ մի բան են արել հա Չէ քեզ հետ կապ չունի Դու հանգիստ խորովածը տալը Բա այդպես կվախեցնեն բա դու խիղճ ունես այ մարդ Շատ կներես Հավատա ես չէի ուզում քեզ վախեցնել Ես պարզապես ուզում էի քեզ հետ խոսել ձեր հարևան Սուրենի մասին Սուրենը էս էս տղայա Ինչու՞ չէ կխոսենք սեղան կնստենք կխոսենք Շողիկ սեղանը գցի մենք պատրաստ ենք Լսի մի փորձի տես ոնց է հա Ոնց որ թե լավ է Այնպես որ Սուրենը կրթված քաղաքավարի մարդ է մի քիչ ինքնամփոփ է Բայց դե ես էլ շատ մարդամոտ չեմ, ժամանակը սուղ է։ Հա, նա մի շուն ունի։ Այդ շունը մի անգամ ողջ գիշեր հաչում էր, չէր թողնում քնել։ Ընդհանրապես հանգիստ շուն է, բայց այդ գիշեր։ Ինչ է պատահել։ Հարիկ, վարդը դյով է գրում, թե թյով։ Դյով գնա բալիքս մի խանգարի։ Իմ երեխան էլ շարունակ նման հարցեր է տալիս։ Տանը մեկ ես եմ ուսուցիչ, մեկ էլ կինս է ուսուցիչ։ Բայց ինչ համով խորոված ես սարքել արշակ։ Դու պետք է խոհարար դառնայիր։ Ճիշտ։ Հավատա։ Ինձնից ինչ խոհարար այ մարդ։ Ապրում ենք էլի, լավ մարդու հետ էլ սիրում եմ սեղան նստել, խոսել, ուրախանալ։ Երեխիս ծնունդներ։ Էլ հավաքվել էինք։ Սուրենի ընկերները, նկարիչ ավագը, Հենրիկը ու Այս վերնաշապիկն էլ Հենրիկը նվիրեց։ Թանգանոց էր, բայց չափսոսեց։ Դե խանութի վարիչ է։
շատ փող ունի։ Դու էլ բան ասիր, ինչ խանութ, տուրբազայի մոտ մի կորած կրպակ, բայց ինքը լավ տղա է, ձեռնը բաց, պարզապես լավ մարդ է։ Հա, մոռացած եմ Գրիշա ջան։ Լյուդմիլան էլ էր այստեղ։ Սուրենի կինը։ Դու նրան ճանաչում ես։ Չէ։ Շատ լավ աղջիկ էր։ Սիրուն, հավատարիմ։ Շողիկ ջան, ախր քեզ նկար նվիրեց, հլո մի բեր։ Հիմա կբերեմ։ Հեսա կբերի։ Մի խոսքով ինչ ասեմ։ Անցած բան է։ Ինչ արած։ Խմենք նրա կենացը։ Թող ողջ լինի։ Խմենք։ Ականջը ձենտա։ Խմենք։ Էս էր ինքը։ Գրիգոր, քեֆ ես անում։ Ախպեր ջան, նստել ենք հացի։ Արի, դե ես պետք է գնամ։ Ներս արի։ Համեցի։ Համեցի։ Սահակյան մի րոպե։ Ներս արի։ Չէ։ Սահակյան ներս արի։ Հիմա գալու արի։ Դե Արշակ ջան, անչափ շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Այս նկարը մի 2 օրով կարող եմ վերցնել։ Վերցրու։ Մեզ չմոռանաս։ Շնորհակալ։ Անցի։ Չէ, ինչ եք ասում, ինչպես կարող եմ ձեզ մոռանալ։ Դուք ուրիշ ոչինչ չեք ցանկանում։ Մի րոպե։ Նստենք այնտեղ։ Նստենք։ Մի բան էլ դու ասա։ Նստիր։ Բարև ձեզ։ Խնդրում եմ մեկ հատ սուրճ եւ Պաղպաղակ։ երիտասարդին պաղպաղակ։ Շատ բարի։ Դե ծովային հետևակ ապրես շատ։ Քո փաստարկները համոզիչ են, բայց մենք էլ ոչինչ։ Դե մի բան պատմի, սպանեցիր արդեն։ Հա։ Տես թե ինչ եմ բերել։ Ապա մի նայր։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Ուրիշ ոչինչ։ Ոչ, մի անհանգստացեք։ Հետո ինչ։ Լուսանկարը շրջիր։ Լյուդմիլայից։ Այ քեզ շեյ։ Այս հասկանում եմ որտեղից։ Դե, մենք էլ ոչինչ։ Բայց այդ դուր այդպես։ Ոնց թե ներկայացնեմ փորձագետի։ Ես էլ պատրաստ էի վազել մինչև քաղաքից այրը, բայց այսօր շաբաթ է։ Ափսոս։ Այնպես որ ստիպված ենք սպասել մինչև երկուշաբթի։ Ես մինչև երկուշաբթի չեմ ապրի։ Այսօր բավական է։ Շատ աշխատեցինք։ Ուզում եմ մինչև փակվելը մի խանութ մտնել։ Կհասցնեմ։ Դժվար թե։ Ամեն դեպս կփորձեմ։ Վաղը կհանդիպենք։ Այ Գրիգոր, ո՞նց է վաղը։ Վաղը կիրակի օր։ Առայժմ։ Երեխին էլ խոստացել էի Սևան տանել։ Փակում ենք, խանութը փակում ենք։ Արագացրեք։ Դուրս եկեք, շուտ։ Դուրս եկեք։ Ներողություն։ Մի րոպե։ Հա։ Ես գնորդ չեմ։ Գործով եմ եկել ձեզ մոտ։ Ձեզ հետ գործ ունեմ։ Ինձ մոտ։ Այո, ձեզ մոտ։ Ինչ գործով։ Անձնական։ Ով է ուղարկել։ Ոչ ոք։ Մենք ծանոթ ենք։ Ոչ, ծանոթ չենք։ Լավ, հիմա կփակեմ, կգամ։ Ստելլա, քո հետևից գալու է։ Գալու է։ Արդեն եկավ։ Մինչև երկուշաբթի ստեսություն։ Ստեսություն։ Վազեցի։ Դուք մեքենայով եք։ Ոչ։ Հիմա կփակեմ ու կգնանք։ Ճանապարհին էլ կխոսենք։ Ամենայն դեպս ինչ հարցով եք եկել։ Երկուսով ենք, այնպես որ Ես միլիցիայի կապիտան Դանելյանն եմ։ Եկել եմ ձեր ընկերոջ Սուրեն Խաչատրյանի կապակցությամբ։ Սուրենին ինչ է եղել։ Ոչինչ չի եղել։ Պարզապես ինձ հետաքրքրում է, թե Սուրենն ու Լյուդմիլան ինչու բաժանվեցին։ Իրենցից հարցրեք։
Դե, բանն էլ հենց այն է, որ Սուրենը այդ մասին խոսել չի ուզում։ Ճիշտ էլ անում է։ Այդ երբանից է միլիցիան զբաղվում ապահարզանով։ Ընկեր ջան, մի փակեք շատ եմ խնդրում, մի փակեք, մի րոպեով, մի րոպե։ Ինչ ես ասում։ Տես ժամը քանիսն է։ Գիտեմ, գիտեմ։ Երեք այս վերանշապիկը ձեր մոտից գնեցի, բայց վրայովս մեծ է գալիս, շատ մեծ, ինչ անեմ։ Գնա երկու շաբթի կգաս։ Ախր ես վաղը մեկնում եմ, տեղացի չեմ։ Իսկ այսպիսի վերնաշապիկեր որտեղից գտնեմ։ Մի տեսեք, շատ լավ վերնաշապիկ է, բայց ափսոս որ մեծ է գալիս, շատ մեծ է գալիս։ Ահա։ Տեսնեք։ Ինձ նման երեքը կտեղավորվեն։ Դու որտեղ ես երեք այդ կանխմել։ Որ ոչինչ չես հիշում։ Տարա այնտեղ, որտեղից վերցրել ես։ Դու հենց հիմա էլ ես խմած։ Գնա։ Սա հլատարան։ Ընկեր։ Հա, ինչ էի ասում, այդ երբանից են ապահարզանի գործերը միլիցիային տվել։ Դատարանն ինչի համար է։ Դուք ճիշտ եք։ Դաժող դատարանի գործն է։ Իսկ ահա Լյուդմիլայի մայրը մեզ գրում է, որ աղջիկը 6 ամիս է իր նամակներին չի պատասխանում։ Ինձ ինչ։ Ոչինչ։ Պարտավոր ենք պատասխանել։ Սուրենն ասում է, որ Լյուդմիլայից նամակ է ստացել։ Այնինչ մայրն ասում է, որ ոչ իր աղջիկը, ոչ էլ Փեսան իր նամակներին չեն պատասխանում։ Սուրենն ասում է, որ Լյուդմիլան մեկնել է մոր մոտ։ Մի խոսքով բավական խճճված եւ խառը պատմություն է։ Հիմա մենք ուզում ենք ձեզանից իմանալ գուցե դե կին է, Հասկանում եմ, բայց չէ։ Ընդհանրապես դուք ճիշտ եք։ Այդպիսի բաների մասին չեն խոսում։ Բայց մի անգամ հարցրի ասում է բնավորություններով չհամընկանք։ Չհամընկան, իրենց գործն է։ Հա, իսկ ինչ վերաբերում է Լյուդմիլային, լավ աղջիկ էր։ Չգնանք մի կտոր հաց ուտենք։ Շնորհակալ եմ։ Ես խնդրում եմ Սիսակյան փողոցի սկիզբը։ Իսկ ինչու եք Լյուդմիլայի մասին անցած ժամանակով խոսում։ Գնացել է դրա համար։ Գուցե գնանք մի կտոր հաց ուտենք։ Ոչ, շնորհակալ եմ։ Մի քիչ հոգնած եմ։ Ես այնտեղ եմ ապրում։ Լավ շենք է։ Դեռ կհանդիպենք։ Ստեսություն։ Ուրիշները օրերով միմյանց ընտանեկան պատմություններ են պատմում։ Իսկ Սուրենը ոչ։ Երբեմն նրան հարցնում են, թե տանը գործերը ոնց են։ Սովորական։ Բայց աշխատանքում պարտաճանաչ է, բծախնդիր։ Լավ։ Դուք կարող եք ասել, ձեր գործարանում այսպիսի կտոր արտադրվում է։ Ներեցեք, դա իմ ոլորտից դուրս է։ Հիմա կիմանամ։ Եթե կարելի է։ Սմբատիչ, այստեղ ինձ մոտ հետաքրքրվում են։ Պետք չէ։ Բեր նմուշների ալբոմը։ Փորձարարականն էլ։ Բոլորը բեր, Սմբատիչ։ Նա արտադրությունը բոլորից լավ գիտե։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեր գործ ինչ եղավ։ Հենց ձեր գործով ենք զբաղված։ Որոշ արդյունքներ արդեն կան։ Վաղը 12-ին պատասխանը կստանաք։ Իսկ ավելի շտապ, հնարավոր չէ։ Դե մեր բոլոր գործերն էլ շտապ են։ Դուք այդ լավ գիտեք։ Ասացի վաղը 12-ին պատասխանը կստանաք։ Դե այսքանը։ Ցտեսություն։ Ցտեսություն։ Շատ բարի։ Կներեք։ Բարև ձեզ։ Բարև։ Համեցեք, նստեք։ Վաղուց է չէիք երևում։ Ինչ կկամենաք։ Կակավ կբերես, կոնյակ։ Եվ մնացածը դու գիտես։ Կակավ։
խորհուրդ չի տա, երեկվանն է։ Բա ինչ ենք ուտելու։ Ձեզ համար իշխանձուկ եմ պահել։ Դե բեր, երկուսով ենք։ Խնդրեմ։ Լավ գնա։ Այս րոպեից անցնենք գործի։ Բարև, լավ է, որ մենք... Բարև, նստի, ես համար հատուկ շուտ եկա, որ գնահատում ես, նրանք սպասիր, սպասիր, սկզբից ուտենք, հետո կխոսենք, լավ զորության համար մարդ պետք է կուշտ լինի, քանի անգամ եմ ասել, մոռացել ես, Նրանք հոտնարել են։ Այդ Դանելյան անգել է իմ ետևից։ Փոք չի գալիս։ Պտտվում է շուրջս, պտտվում։ Հարցնում է՝ ուր է կինդ։ Համել կոմբինատ է գալիս։ Ինչ որ բան պետք է ձեռնարկել Հենրիկ։ Ինչ որ բան պետք է անել։ Ես արդեն վախենում եմ։ Հետո ուշ կլինի։ Սպասիր։ Դու ինչ է, չես հասկանում, թե ծանր ես լսում։ Սկզբից ուտել է պետք։ Ու խմել։ Ինչ անենք։ Որ կոմբինատ է գնում։ Ենքան էլ լավ չի։ Բայց նա չգիտի, թե ով է Հենրիկը։ Դու հո գիտես։ Թող ինչքան ուզում է իր համար քուչուչանի։ Բա ոնց։ Նրա գործն էլ է դե։ Այսպիսի սեղանի առաջ նստելու համար նա պիտի մի ամիս աշխատի։ Հասկացար։ Մի ամբողջ ամիս։ Ես նրան քուրջ ու փալասով, տնով, տեղով կառնեմ։ Բարև։ Լավն են, չէ։ Բա որ չվերցնի։ Չվերցնի։ Դու ինչ ես այդքան վախեցել խառնվել ես իրար։ Դու իսկականից որ ցիրկ ես։ Դա ընդամենը կապիտան է։ Հասարակ կապիտան։ Հասկացար։ Խելոք է, կվերցնի։ Ուսումնասիրությունից պարզվեց, որ գործում եղած կտորից կոմբինատում արտադրվել է, բայց փորձարարական արտադրամասում։ Նմուշը արտադրության չի իջեցվել, որովհետև ինչ-որ պարամետրեր չեն համընկել նորմայի հետ, եւ արտադրված կտորը դուրս է գրվել։ Որպես խոտան։ Իսկ ահամես հետաքրքրող կտորը անհայտացել է։ Անհայտացել է։ Այդպես։ Բանն էլ հենց նրանում է, որ արտադրամասից մի քանի 100 մետր դուրս է գրվել։ Դա արդեն չի հաշվում, իսկ պահեստ չի ընդունվել։ Այդ մասին իմացել է ժողովրդական վերահսկողությունը, բայց քանի որ արտադրանքը ընդհանուր առմամբ խոտան էր, արտադրամասի ղեկավարները որոշել են փոխհատուցել ծախսերը, փակել։ Դե, գործարանի պատիվը, անունը։ Կարելի է շնորհավորել Օբեխեսի աշխատակիցներին։ Դու նրանց համար շատ արժեքավոր գործ ես պեղել։ Այո։ Բայց ինձ հետաքրքրում է, թե որտեղ է Լյուդմիլա Խաչատրյանը։ Այս բոլորը տեղի է ունեցել ապրիլի սկզբին։ Իսկ Լյուդմիլան անհայտացել է։ Ներեցեք, ոչ թե անհայտացել է, այլ մեկնել է։ Ներեցեք։ Իսկ Լյուդմիլան մեկնել է նույնպես ապրիլի սկզբին։ Ելնելով դրանից,
Ես գտնում եմ, որ Ներեցեք, ոչ թե գտնում եմ, այլ ենթադրում եմ։ Գիտեք ինչ ինգեր Դանելյան, դուք հրապուրվել եք ճիշտ է, կարևոր, բայց բոլորովին ուրիշ գործով։ Մենք խնդրել ենք ձեզ պարզել, թե ինչ հանգամանքներում է անհայտած, ներեցեք, մեկն էլ Լյուդմիլա Խաչատրյանը, նախկինում Ֆյոդրովան։ Այդ արդիվ ինչ կարող եք զեկուցել։ Մեր Սարատովյան գործընկերները արժանի են ամենայն գովասանքի։ Նրանք մեզ ուղարկեցին բոլոր նրանց անուն-ազգանունները, ովքեր հուլիսի մեջ ժամանել են Երևանից ու տեղավորվել հյուրանոցներում։ Նրանք շատ չեն, ընդամենը 8 հոգի։ Նրանց մեջ մենք առանձնացինք ոմն Հենրիկ Աթոյանի, որը տեղավորվել է առանց գործուղման վկայականի։ Եվ ինչպես Դանելյանն ինձ ասաց, նա Սուրեն Խաչատրյանի շրջապատից է։ Այո։ Նա ապրել է Վոլգա հյուրանոցում, Կիրովի փողոցի վրա հուլիսի 18-ից մինչև 20-ը։ Այդ արդեն հետաքրքիր է։ Թույլ տվեք։ Փորձաքննությունը նամակը համեմատելով, ուրեմն նամակը համեմատելով ձեռագրի իրական նմուշի հետ գտնում է, որ նամակը կեղծված է, եւ այն էլ կեղծված է վարպետորեն։ Մասնակետն ասաց, որ հմուտ նկարչի աշխատանք է։ Իսկ եզրակացության մեջ է Սուրենի ընկերները, նկարիչ հավաքը, Վարը, անուշը, դուրը ծեծում են։ Ուշմերացում, գծեցեն ու կգնան։ Բայց խանգարում են։ Գլուխը մի քիչ թեքիր։ Լավ է, շարժվես։ Ելա, գնամ տեսնեմ ով է։ Չէ, թողնեմ մարդ ստեղծագործ։ Գալիս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հավաքավակյանը դուք եք։ Այո, ես եմ խնդրեմ, համեցեք։ Կարող եք մի քանի րոպե տրամադրել մեզ։ Խնդրեմ, ես լսում եմ։ Մենք ձեզ երկար չենք Խնդրեմ, գիտեք, կներեք որ ուշացրի։ Համեցեք, գիտեք, հախորը որոնների մեջ է, արվեստ ամենասորտ միլվածություն։ Ոչինչ, նկարիչներին ներելի է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Թույլ կտաք։ Ինչով է հետաքրքրել իմ մանձը։ Ինչով է պարտական։ Վագա, դե ես գնացի։ Մինչև վաղը։ Պրիվետ։ Հա, գնա։ Դուք կասկածի տակ եք։ Ես։ Որպես կեղծիքի եւ խարդախության մասնակից։ Լսեցիք թե ինչ ասաց։ Ես նկարիչ եմ։ Դուք հասկանում եք թե ինչ եք ասում։ Դուք աշխատավարձ եք ստանում։ Իսկ ինձ վճարում են պատվերների համար։ Հասկանում եք, ահա այս պատվերների համար։ Տեսնեմ։ Դա անաբարտ է։ Եվ այդ պատվերների համար ես ավելի մեծ գումար եմ ստանում, քան այս բոլոր նկարներիս համար։ Իսկ սա ում պատվերով եք կատարել։ Անհատական։ Սահակյան, այս պատվերին մենք դեռ կանրադառնանք։ Իսկ այս նամակը դուք եք գրել։ Երբ, ինչու եւ ում պատվերով։ Հա, ես եմ գրել։ Ընկերս խնդրեց, ես էլ գրեցի։ Նայեցի բովանդակության մեջ կրիմինալ չկար, դե ես էլ գրեցի։ Իսկ չհարցրիք, թե նրա ինչին է պետք։ Չէ, չհարցրի։ Այ դրանում գուցե ես մեղավոր եմ։ Լավ։ Հասկանալի է։ Ուրեմն, Սահակյան, դու արձանագրիր։ Վաղը վարչությունում կհանդիպենք։ Շատ լավ։ Ստեսյուն։ Չեմ հասկանում, ինչ եք արձանագրելու։ Ինչ որ պետք է։ Բայց ախր իմ մեղքը ո՞րն է։ Հանգիստ։ Ամեն ինչ կիմանանք։ Սպասիր։ Գալիս եմ, գալիս։ Հենրիկ, դու ես։ Բարև ձեզ, ընկեր Սուրեն։ Բարև, խնդրեմ, խուզարկության օրդեր։ Զարմանալի է։ Զարմանալի։ Սակայն, խնդրեմ։ Ներս եկեք։ Անեցեք։
Փաստաթուղթ ցույց տամ։ Չէ, ապեր։ Ուրեմն գնանք։ Ստելա, ես հիմա կգամ։ Տարեք։ Լավ։ Տվեք ձեր կապարակնքիչ։ Տեսնես որտեղ է։ Ահա, գտա, խնդրեմ։ Շնորհակալություն։ Խանութը պետք չէ փակել։ Փակենք, եւ երկար ժամանակով։ Դուք նստեք։ Ստելա, հեսա կգամ։ Սահակյան։ Սա շտապ փորձականության։ Լսում եմ։ Գործակիցների անունները տալ հրաժարվում եք։ Հրաժարվում եմ։ Չեմ կամենում ձեր գործը թեթևացնել։ Ձեր գործն է։ Ինքներդ էլ պարզեք։ Ինչ ճիշտ է։ Շատ շուտով ձեզ հնարավորություն կտրվի հանդիպել ձեր որոշ գործակիցների հետ։ Իսկ հիմա խոսենք ձեր կնոջ Լյուդմիլայի մասին։ Որտեղ եք նրան թաքցրել։ Ավելի ճիշտ որտեղ եք թաքցրել նրա դիակը։ Ինչու եք ժպտում։ Այ այստեղ դուք սխալվում եք։ Լյուդմիլային ոչ մի բան չի պատահել։ Նա Ռիգայում է, ամուսնացել է։ Մինչ ինձ հետ հանդիպելը նա ուրիշի հետ էր հանդիպում։ Այդ տղան Սարատովում էր։ Լյուդմիլայի մայրը նրան չէր հավանում, իսկ ես նրա դուր գալիս էի։ Հետո մենք ամուսնացանք եւ մեկնեցինք Երևան։ Բայց մի օր նա ասաց, որ այսպես ապրել անկարելի է եւ որ ինքը մեկնում է Ռիգա։ Եթե այդպես է, ինչու եք կեղծում նամակը։ Վախենում էի։ Նա իմ մասին շատ բան գիտի։ Վախենում էի։ Նա մի տեսակ տարօրինակ էր։ Նա իմ բոլոր արարքները համարում էր մի տեսակ ստորություն ու նման բաներ։ Իսկ ձեր կարծիքով կողոպտելը սպանելը ինչպես անվանել։ Կարող եք ստուգել, նա ողջ է։ Լյուդմիլան գուցեև ողջ է։ Բայց տաքսու վարորդը սպանված։ Ես չեմ սպանել։ Ես չեմ սպանել։ Ես չեմ կարող մարդ սպանել։ Ես մատով էլ չեմ դիպել։ Ձեզ մի քիչ տղամարդավարի պահեք։ Հիմա ես կաշխատեմ բացատրել ձեր վարքագիծը։ Խուզարկության ժամանակ։ Խուզարկությունը կատարվեց վկաների, ձեր հարևանների ներկայությամբ։ Սկզբում ձեզ անմեղ զոհի տեղ էիք դնում, որին հարևանների առաջ խայտառակում են։ Հետո սկսեցիք ձևացնել, որ ձեր ամենամեծ մեղքը գողությունն է։ Այն մասին, թե գողացված տրիկոտաժը ում ձեռքը կանցնի եւ որտեղ կկարվեին կեղծված պիտակներով վերնաշապիկները, դուք դատախազությունում դեռ մանրամասը բացատրություն կտաք։ Փաստը մնում է փաստ։ Տաքսու վարորդը սպանված է, իսկ դուք տաքսու մեջ հետքեր էիք թողել։ Այդ նա է սպանել, նա, ես մատով էլ չեմ դիպել։ Լսի այ տղա, սա իսկականի ցիրկ է։ Որ ես գործ ես սարքում։ Լռել։ Սերժանտ, դուք ազատ եք։ Լսում եմ։ Նստեք։ Սան մի լսի, սա կնիկ է։ Լսում եմ ձեզ։ Չեք ուզում խոսել։ Դե այդ դեպքում ստիպված եմ ինձ լսեք։ Ուրեմն այսպես։ Դուք գողացված տրիկոտաժը որոշեցիք տաքսիով տեղափոխել։ Որովհետև կարծում եք, թե այդպես ավելի ապահով կլինի։ Բայց տաքսու վարորդը հավանաբար ազնիվ մարդ էր։
Եվ գլխի ընկնելով թե ինչն ինչոց է որոշեց միլիցիա քշել։ Կամ էլ դուք էիք լարված եւ ձեզ այդպես թվաց, որովհետեւ մոտակայքում միլիցիայի բաժանմունք կար։ Բայց այդ լավ սարքեցիր այդ պատմվածքը։ Գիտես, չէ՞, ապացույցներ են պետք։ Վկաներ են պետք։ Վկաներ կան։ Այնտեղ մի նայեք։ Վկաներն այստեղ են։ Սա ձեզնից է վերցված, Հենրիկ Աթոյան։ Սրանով էլ հարվածել եք։ Իհարկե ոչ սպանելու միտումով, բայց դժբախտաբար հարվածը վարորդի համար մահացու է եղել։ Կապարակնքի չէ։ Տեն գցել վախեցել եք, որովհետև պետք է բացատրություն տայիք, ինչը ձեզ ձեռնտու չէր, ուստի։ Խնամքով լվացել եք։ Հետաքննությունը պարզեց մի շարք լվացող նյութերի առկայություն, ինչպես նաև արյան եւ գանգամաշկի հետքեր, որոնք նույնատիպ են, սպանված վարորդի արյան խմբին եւ գանգամաշկին։ Ահա եւ այն պատառիկը, որը մեքենայի մեջ ելուստին է կպել ու մնացել։ Փորձաքննությունը պարզեց, որ սա այն նույն հակից է, որը գտանք ձեզ մոտ։ Այնպես որ, ինչպես տեսնում եք, վկաներ կան։ Դե իսկ մնացածը դատախազությունում։